Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Սահականուշի խոհանոց։ Ինչպես տեսնում եք, այսօր ես եփել եմ հայկական, ավանդական ամենահամեղ կերակուրներից մեկը հարիսան։ Մեծ սիրով կուզենայի բոլորիդ տեսնել այս մեծ սեղանի շուրջ, բայց ցավոք սրտի դա հնարավոր չի։ Եվ այժմ սպասում եմ ընտանիքիս անդամներին, որպեսզի բոլորս միասին նստենք սեղան և վայելենք այս համեղ ճաշատեսակը։ Եվ այսպես սիրելիներս, ես հիմա բոլորիդ մասնակից կդարձնեմ իմ աշխատանքին։ Նորություն ասած չեմ լինի, հավը մաքրում ենք, ավելորդ մասերը հեռացնում, ազատում ենք ավելորդ կտորներից, անպայման կտրում եմ թևերի այս չանչիկները, տեսեք, չգիտեմ, դրանք ինձ միշտ խանգարում են, գուցե կան մարդիկ, կան տանտիրուհիներ, ովքեր թողնում են այս չանչիկները, բայց ինձ խանգարում է, չգիտեմ, սա հատուկ պայման է, հատուկ պիտի հեռացվի թե ոնց, բայց ես անհանգիստ եմ լինում, երբ որ թևերի վրա այդ վերջույթները, այդ չանչիկները մնում են։ Հիմա ավելորդ ոսկրերից ազատում եմ, կտրում եմ վզի մոտ հավաքված այս մաշկը, սա պետք չի, ավելորդ մազիկներից նույնպես հեռացրել եմ արդեն և հիմա պատրաստելու եմ աղաջուր, մեկ ճաշի գդալ աղ եմ լցնում թասիկի մեջ, վրան լցնում եմ ջուր, այնքան, որ հավը կարողանանք լիովին ընկղմել այդ լուծույթի մեջ։ Իմ հետևորդներից էլի լսած կլինեն ինձանից, որ հավը եփելուց առաջ ես պարտադիր ամենաքիչը 2-3 ժամ թողնում եմ աղաջրի մեջ։ Եթե երեկոյան որոշում եք հավը նախապատրաստել, կարող եք թողնել սառնարանում աղաջրի մեջ, առավոտ շուտ սկսել պատրաստել։ Մինչև հավը աղաջրի մեջ կմնա, որպեսզի այս գործառույթը ևս ավարտին հասցնենք, ես հիմա կմաքրեմ ծավարը, այս սպիտակ հատ ցորենը կարմիր հատիկներից։ Կարմիր հատ ցորենը բավականին շատ էր խառնված, հիմա բավականին երկար ժամանակ է պետք, որպեսզի կարողանամ այդ կարմիր հատիկները մաքրել։ Տեսեք, ինչքան էլ հավը լվացել մաքրել է, աղաջրի մեջ նորից ինքը դուրս թողեց իր մեջ հավաքված այդ առնաջրերը, թե ինչերը, չգիտեմ, մի խոսքով, վատ նյութերը։ Այժմ հավը լիովին մաքրած է, աղաջրից հանելուց հետո շատ լավ լվանում եմ, մի քանի անգամ հոսող ջրի տակ, և հիմա վրան լցնում եմ մաքրած ծավարը, սպիտակ հատ ծավարը, վրան լցնում եմ հիմա ջուր, այնքան, որ ծածկի հավը և ծավարը, և դնում եմ կրակին։ Սկզբում կարող ենք կրակը մի քիչ ուժեղ անել, հետո հենց սկսի եռալ, արդեն կամացացնում ենք։ Կրակը ցածրացնում ենք, տեսեք, արդեն եփվում են միսը և ծավարը, արդեն երևում է ինչպես են եփվել, հավը տեսեք, ինչ է մնացել խեղճ հավից, քրքրվել է արդեն, և սա այսպես էլ պիտի լինի, որովհետև ամբողջական հավը եփվելուց հետո պարզ է, որ միսը պիտի անջատվի ոսկորից, իսկ ավելորդ ոսկորները մենք ճաշի միջից պիտի հանենք։ Ես առանձնացնում եմ նաև մաշկը։ Չեմ թողնում մաշկը հարիսայի մեջ, դա ինձ դուր չի գալիս։ Հիմա ոսկորներն եմ առանձնացնում։ Խառնում եմ անընդհատ, մարմանդ կրակի վրա եփվում է, տեսեք, բուդիկի ոսկորը հանեցի, թեկուզ մի քիչ էլ միս մնա վրան, որովհետև մենք շնիկ ունենք, շատ սիրում է այդ բդիկների ոսկորները կրծել, միսը լրիվ մաքրում է ոսկորի վրայից, իհարկե ոսկորը չի ուտում, ահա, այսպես համբերատարությամբ
միսը առանձնացնում ենք ոսկրի վրայից եւ վերջապես իմ ձեռքում հիմա կտեսնեք մնալու է հավի կմախքը։ Ինչքան հնարավոր է պոկում ենք։ Ես միսը նախապես չեմ կտրտում։ Գուցե որոշ մարդիկ ասեն ավելի հեշտ չի միանգամից միսը քրքրել, լցնել, չէ, ես եփում եմ այնքան, մինչև միսը ինքն իրենով քրքրվի, թելթել դառնա եւ խառնվի ծավարին։ Սա արդեն մի քիչ երկարատև աշխատանք է, բայց եթե հարիսա պիտի ուտենք, ուրեմն պատրաստ ենք այդ երկարատև, մի քիչ էլ դժվար աշխատանքը կատարելու։ Դրա համար ընտանիքի անդամներից ով հասցնում է խոհանոցի կողքով անցնի, անմիջապես ասում են օգնել պետք է, ասում եմ եկեք, մի քանի անգամ էլ որ սկսում են խառնել, դա ահագին մեծ օգնություն է եւ այսպես համարյա ամբողջ ընտանիքը, ովքեր իհարկե կարող են կրակի մոտ կանգնել, մասնակցում է այս հարիսայի պատրաստման, եփման ամբողջ աշխատանքին։ Տեսեք, միսն ու ծավարն արդեն խառնվել են, բայց դեռ եփվելու տեղ ունի ծավարը։ Լցնում եմ 1 ճաշի գդալ աղ։ Հիմա ես նախապես մոռացա ասել, ես վերցրել էի 1 կիլոգրամ ու կես կշիռ ունեցող հավ եւ այս ամենին ավելացրեցի կիլո 200 գրամ ծավար, որովհետեւ ոսկրերը պիտի հանեինք արդեն ճաշի միջից, հարիսայի միջից, համարյա միսն ու ծավարը իրար չափ եմ անում, այդպես շատ համեղ է, կամ թեկուզ ծավարը մի քիչ էլ լինի, չի խանգարի, կարող եք մի կիլոգրամ վերցնել։ Եվ այս 1 կիլոգրամ 200 գրամ ծավարին եւ 1 կիլոգրամ 500 գրամանոց հավին ես ավելացրեցի 2 ճաշի գդալ աղ, տեսակ ինչպիսի գդալով ավելացրեցի։ Հիմա 200 գրամ կարագ եմ դնում, մի փոքր կտրածիր անկյունից, սա ոչինչ, բայց ուտելու ընթացքում, ովքեր սիրում են, կարող են ավելացնել իրենց բաժին փոքրիկ կտորներով կարագը։ Եվ այսպես մեր հարիսան պատրաստ է, բոլորը սպասում են, բայց առաջին հերթին ես ցույց կտամ իմ հետևորդներին, ովքեր սպասում են հարիսայի ամբողջ պատրաստման ընթացքին։ Ես հիմա ձեզ կցուցադրեմ, որից հետո ընտանիքս արդեն կնստի ճաշի։ Սա մեր հարիսան, ափսեի մեջ, համեղ, գեղեցիկ եւ շատ սիրելի եւ ընդունված բոլորիս կողմից։ Ահա եւ հարիսան այս տեսքով դնում ենք սեղան։ Հարիսայի հետ լավաշ, թթվի տեսականի, բանրեղեն, ինչպես նաեւ աղը եւ սև պղպեղը, արդեն ըստ ճաշակի, ով ինչպես կուզի կավելացնի։ Այսքանը սիրելիներս, ես ուզեցի ցույց տալ, թե ինչպես եմ պատրաստում հարիսա, ինչ ձևով եմ մշակում հավը, ծավարեղենը, մի խոսքով։ Ես եփեցի հարիսա, ասեմ, որ շատ համեղ էր, բոլորը շատ հավանեցին, մեծից փոքր։ Իսկ դուք դիտեք տեսանյութը, եթե ձեզ դուր եկավ, պատրաստեք իմ տարբերակով, չգիտեմ, մի բան ավել կամ մի բան պակաս, ամեն դեպքում հարիսան մնում է մեր բոլորի սիրելի ճաշատեսակներից մեկը։ Եվ այսպես սիրելիներս, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր միշտ իմ հետ են եւ արդեն անհամբեր սպասում են այս տեսանյութին, եւ նաեւ նրանց, ովքեր նոր են միացել եւ երևի թե կշարունակեն մնալ իմ ալիքում։ Մնացեք խաղաղությամբ։